Կենսական անհրաժեշտության մթերքները ալյուր, կարագ, պանիր, կարտոֆիլ, վարունգ, լոլիկ, մրգեր ոչ թե կիլոգրամով, այլ հատով են գնում մարդիկ։ Հանրապետությունում գնաճը լուրջ մարտահրավեր է դարձել։ Հանգատիպար, բադրջան, հետո վարունգ։ Ինչքան եք տվել այդքան։ Այսքան եմ տվեցի 960 դրամ։ Ինչի՞ ամենից քիչ վերցնում եք էլի յովագանալ մին։ Ըստ վիճակագրական կոմիտեի 2024 թվականի մայիսի համեմատ այս տարի 7,4% գնաճ է գրանցվել։ Մասնավորապես բանջարեղենի գներն աճել են 29%-ով, իսկ հացաբուլկեղենի ու ալյուրի գները 3,9 եւ 6,9%-ով։ Նույն ժամանակահատվածում կարագի գինը բարձրացել է 13,1%-ով։ Ոչինչ չի համապատասխանում այսօրվա կյանքին։ Ես թոշակառու եմ, 37,000 է, ուժե վերջացել է։ Մի կիլո պանիր ես առնում, կարագը 5,000, ամմիկից մի կիլո վերջանալը շուտ։ Միայն ձուն չի թանկացել, ավելին նվազել է 4,3%-ով։ Ձուն ավելի եղել է 490 դրամ է տազատ։ Բայց ամեն օր հնարավոր է ձու ուտել։ Դե չէ, ամեն օր չի ուտում, բայց օր մեջ ուտում ենք, ինչ անենք։ Անհարկի գնաճը դաժան փորձություն է դարձել մարդկանց համար, դժգոհում են կուշտ ու չաղլիկ գրպաններով պաշտոնյաներից, որոնք ամեն օր մի անհեթեթ որոշում են ընդունում, բարդացնելով մարդկանց կյանքը։ Հիշում են, կար ժամանակ, երբ 5,000 դրամով կարող էին գնել 5 կիլոգրամ միս։ Արդյոք քնում է, մտածում է մի լավ բան անի էլի ժողովրդի համար, թանկացնի, հետո մի սուտ ասի դրա տակից դուրս գա։ 2001 թվին թոշակառուն 5,000 դրամով 5 կիլո միս կարար առներ։ 1000 դրամ էր մսի կիլոն 2001 թվին։ Ամեն ինչն է թանկացել, ապրելն էլ է թանկացել։ Իրանք ճոխ ապրում են, ճոխ ուտում խմում են, թոշակառուները ժողովուրդը մեռնել։ Իսկ այս կինը գոհ է իշխանությունից։ Կարևորը աստիճանաբար են բարձրացնում սննդամթերքի գները։ Ասում է, մարդն ամեն ինչին սովորում է։ Որ քիչ է թանկանում, աստիճանաբար վարժվում ենք, հարմարվում ենք։ Բայց թե էլի ապրում ենք, գոնե գիտենք, որ մենք ենք մեր երկրի տերը հիմա։ Էլի ես շնորհակալ եմ մեր իշխող դասակարգից, մեր իշխանությունից։ Խաբեությունը Հայաստանում դարձել է սովորական, նկատում են մարդիկ, իսկ տատանվող գների դեմ նով պետք է առնի, նույն ապրանքը տարբեր գներով են վաճառում։ Ում գլխով ինչ անցնում է, ինչ այստեղից գնում է մի բան վերցնում 15 մետր եկոն տանում մեկ ուրիշի խաբելով կամ խաբելով երկիր չեն պայի։ Մեր ազգը դրան արժանի չէ։ Համատարած թանկացումների ֆոնին միակ էժան բանը, որ ճարվում է ամենտեղ, իշխանության խոստումն է։ Զարուհի Սահակյան, Միլենա Պողոսյան և Սմբատ Ասլիկյան, Հայլուր։